մեր գյուղի խնդիրներից ամեն ինչ շատը չնայած աղբահանություն լինում է, բայց շատ վատ վիճակ է։ Նայեք ձեր աջ կողքը նայեք, կտեսնեք ինչ է։ Շատ վատ է։ Կազմակերպությունը լավ չի կատարում աղբահանության, ամենահիմնականը։ Դե մնացած էլ գյուղացի են, ձմեռը միշտ անենք։ Դե ոռոգման ջուրը համար է, որ ճիշտն ասեմ, գյուղի համար է, 30%-ը կաթիլային սիստեմով անց է։ Ջերմոցային տեսություն գյուղում ահագին կան, շատ կան։ Իսկ մնացածն էլ ուղղակի գյուղացիները իրենց հողերը չեն շահագործում, որտեղ չեն կարող ռեալիզացիաներ կատարեն։ Այսինքն գյուղմթերքը չի իրացվում։ Իհարկե դժվար է, շատ դժվար։ Ցորենը իրեն չի արդարացնում։ Մի հեկտար ցորենը տալիս ասենք մի 3 տոննան հազիվ հանի իր ծախսերը։ Ինչն ասեմ, բանջարանոցը շատ դժվարությամբ են։ Հենց մի ես բանջարեղեն ունեմ, չեմ կարող վաճառել, որովհետև չեն առնում։ Ժողովրդի ձեռը կարելի ասել փող չկա, գումար չունեն։ Մեր ամենաառաջի խնդիրը ջրի խնդիրն է, գազի խնդիրն է, լույսի խնդիրն է, նորմալ է, ապահովենք։ Նշի որ բողոքում ենք, լավ է էլի։ Ջերմոց ունեմ, հողեր ունեմ, կլուբնիկ ունեմ։ Ստացվում է իրացնելը, թե քիչ է էլի։ Ոչինչ, չի ասի լավ, ոչինչ։ Ուղղակի գները թանկ են ամեն ինչ էլի։ Տրակտորների գործնելա թանկ, սայլերկա բենզինը թանկ են, ամեն ինչը թանկ է։ Բայց ժողովրդի թոշակը, աշխատավարձը կոպեկներ են։ Այսօրվա դրությամբ 130,000 աշխատավարձ է տալիս զինվորական ծառայողին։ Պապիրոսը 500-600 դրամ էր, այսօր արա 650-700 դրամ, բայց նույն աշխատավարձն է էլի։ Թոշակը 35,000 է, նույնն մնացել է։ Ես զինվորական ծառայող եմ, 10 տարի թոշակը ստանամ, բայց 20 տարվա ծառայության դիմաց, էսի կոպեկներ են, էսի ծառը չի, դրա մասին էլ էսին, երկիր է էլի։ Ոչ մի տեղը լավ չի, սաղել նույնն են, երևի կդզվի, լավ կդնի։ Ուղղակի ես աշխատավարձի, թոշակների, չնչին կոպեկներ, որ մի քիչ բարձրան ժողովուրդը մի քիչ ջերմորեն կվերաբերվի երկրին, իր տնտեսությունը, տան երեխեք, ապրուստ չկա, ապրուստ դժվար է, դժվար։ Ժողովրդի մասին մի քիչ մտածեն էլի։ Մենակ ինչ ասեմ ախր շատ ժողովրդի վիճակը շատ վատ է։ Օրինակ ես երկու անգամ ինֆարկտ եմ տարել, ստենդավորվել եմ, դեղերը հազիվ առնում եմ։ Այ օրինակ դուք ինչով եք զբաղվում, գյուղատնտեսությամբ, թե ոչ։ Չէ, ոչ իմանալ չեմ անում։ Հող։ Այս վերջերս ասացին։ Այդ ինֆարկտներից հետո ոչ իման չեմ անում։ Գազ ունենք, բայց չենք օգտագործում, էլի թանկա ձեռ չի տալիս վառելը։ Փայտի վառան ենք վառում, կոնդիցիոներ ենք միացնում։ Դրանով տականում ենք էլի, մենք երկու քույր ենք, մարդուկ ենք։ Կինս աշխատում է, ես թոշակառու եմ, 36,000 թոշակ եմ ստանում։ Այդ իսկի Հոսանքը լավ լինի, գազը, ջուրը լավ լինի։ Մի քիչ սոված չմնանք, յոլա գնանք ապրենք, ընտանիքով շատ ենք։ Խաղաղություն լինի առաջի կարևորը։ Էդա բալաջան, ուրիշ ինչ ասեմ։ Ես հիմա ոչ մի բան չեմ անում, ես նախկին 68 թվականից վարորդ եմ աշխատել, հիմա էլ չեմ աշխատում։ 75 տարեկան մարդ եմ, տարիքս էլ թույլ չի տալիս։ Գյուղմթերք չկա, շուկա չունենք մենք, կողքի գյուղում շուկա կա, մեծ գիգանտ շուկա է։ Էշմիածնում 2 հատ մեծ շուկա կա, բայց Էշմիածն քաղաքի բազարը ուրիշ է։ Նրանք մարդիկ բոլորը տանում են ծախում։ Տանում են, ծախում են, պատահում է գալիս են արք ու վաճառականողներն են առնում տանում, ձեռը տալիս ես, չի տալիս դու ես տանում, այտենց։ Այդ գյուղում խնդիր չկա։ Չէ, ինչ խնդիր այ բալաջան, մեռնողն է շատ այդ գյուղի։ Ինչա՞։ Մեռնող, մահացողը շատ է, ում հարցնում են ոնց ասում են մահացավ, այ մարդը հերեկել ենք թաղում արեմ այսօր, այդ ամիս հունվարին 15 հատ մարդ է մեռել։ 15 երեխա չի ծնվել, մի հատ երեխա չի ծնվել, որ ասենք աշկալուստը տնի, բոլորին ասում ենք օղորմի, աշկալուստը ող չկա է բալաջան։ Եի հասել է, պետք է մնացել է։
Ինչ պատճառներով։ Չեմ անում, քցել եմ պետք է գան սարքել, երևի էլ պետք է քանդել, նոր միացում անեն, էլի դրա համար երևի ձգձգում են արդյոք։ Էլ Խնդիրները պետք է ջրի հարցեր լուծեն, ասֆալտները սարքեն, կլինի։ Կարելի ասել ոչ մի իրափոխություն չի եղել։ իսկ որպես գյուղի բնակիչ ձեր համար ամենակարևոր խնդիրը ո՞րն է, որ լուծում պիտի ստանա կամ կուզենայի։ Գյուղում առաջնորդի աղբի վերացումն է, ջրի մատակարարումն է, ճանապարհների բարեկարգումը, տան խմելու ջրի հարցն է։ Այլ կարևոր բանը դրանք են։ Խմելու ջրի հարցը ինչու չկա, չեն ասում։ Չկա, մի քանի տարի լուծեցին, փչացավ ու այդպես մնում, հիմա չկա։ Նորից ուզում են քանդեն, սարքեն, տենա եփ կլինի։ Ինչքան ժամանակ է փչացել է ու չկա։ Ես մի 4-5 տարի։ Այսինքն մինչև հիմա այդ հարցը չի Չէ, լուծվել։ Նոր պիտի սկսեն։ նոր ուզում են սկսեն սարքեն։ Նաև ուզում եի նաև ասացիք, որ ճանապարհի հետ, հա։ Հա, ճանապարհ, դե փողոցը ոչ մի ճանապարհներ, Միջգյուղական ճանապարհների մասին է։ ներքին ճանապարհը բոլորը քարուքանդեղած են։ Սալապատում չկա։ Չէ։ Իսկ չեք դիմել, որպեսզի լուծեն։ Դե ասում եմ խոստամ ենք, կանենք, հələ սպասում ենք, պետք է անեն։ Գյուղում խնդիր, հա, այդ պուլպուլակը տելը վես, ես եմ սարքել, ինչ եկել է, չել եկել չի գալիս ջուղ, բոլ չի, խնդիր չի, այդ ընգերներից խատ է, զովազները, իմ ընգեր, ես եմ սարքել, արել, ոչ մի բան։ Իսկ դուք գյուղում ինչով եք զբաղվում։ Գյուղատնտեսություն անհասնողություն։ Գյուղը 30 տարի գյուղ չեվել է, կռվել է, կես պարթեվել է, ընկանք հողեր մշակի, 2 տարի քյալապ տելում ենք մլմա դաշտ է, բանդարը բերում եմ ճագարների, ժողովրդի բաշնում է, լավ չի։ Այսինքն իրացման խնդիր կա։ Հավայոց չկա, դրա համար էլ հողերը քցիկ էլ, ով է մշակում։ Այդ վատ է իրականում։ Շատ վատ է։ Իսկ կողմի խնդիր է։ Վարգել ուզում եք, դելես տոկոս է տալիս, վեկալեկի ճալեք, սկանք էլի, հեկա 10 միլիոն վարգերի տակ եմ։ Բա, քանի տարի սկա։ Մի տղաս երկու հատ բարձրագույն ավարտ, մի դարսերնա, խի բդի է տարես երգի։ Այդ արտագաղթի հարցը է։ Հա, խի բդի է տար։ Ես էլ առոսուն չուլեպ, թե չէ մի ժամ չէ բլա։ Էսի չէ, էսի չտա, սաղի խարդել է, սաղի մեկի վեր է գերել է։ Էսի երգիր, հա, էսա, նայ, սաղ ես եմ ընդել է։ Ինչ, ոչ մի բան չկա, իմ տարիքին տղա է։ Այնա, թոշագարում բատ։ Ամել քարտեր ասել թոշագով տանի, որ մարդ մերրի, պդի մերլատերը բան ունեն, ապարատ, որ տանենք փող կարտոփող հացել, չէ, ես է ծալելու։ Լավ կլնելի երևի, եսա կգան, ամերիկացիք էլ կգան, սաղել կգան, երգիրը կդզվի, կավել կթողեն սաղել կետոն։